կարծիքով Հայաստանի բոլոր վարորդներին ատեստացիա անելու կարիք կա։ Չէ, երևի Toyota է տան։ Իմ կարծիքով պետքա այդ ով ասում է պիտի ատեստացիա անեն, նախ սկսենք իրենցից։ Չգիտեմ ես վարորդ եմ, չեմ իմանում, չեմ կարա ասեմ։ Ես Բոլորին չէ, կան վարորդներ, որ նորմալ են վարում։ Չեմ իմանում, ես չեմ կարա ասեմ։ Լրիվ։ չեք այդպես կարծում։ Որովհետև ավարիաները շատ են լինում։ Կայո, Չեք այդպես կարծում։ որտեղ անկանոն քսողներ կան, վարողներ կան։ Ինձ թվում է ոչ բոլորը, դրա համար կեսը նորմալ վարում է, կեսը չեն վարում, ինչ իմանաս, մինչև հաստատ իմանաս։ Այդ որ ապուշն ասը, առաջինը իան թող ատեստա, որ են նոր, առաջինը սկսենք իանից, այդ որ ապուշը որ ասելա, այդ շաբլոն ոնց, բանեսանը որ բդի այդ հաս ատեստա բանանես, քնություն տաս, մեկա չի բրնում իար, նորից թազա, միշտ փող կերելու բանա, թող մտածեն իանք առաջինը, իանք տան, իանց ընտանիքով, եթե կարողանան նոր, անպայման, Հայաստանի 90%-ը չի կարալու, որտեղ այնքան իդեալական վարորդներ կան, որ իրանց բրավան այդ հրաման հանողից մեծ է տարիքով, ստաժով։ Ես կարծում եմ, որ ոչ։ Եվ ամենակարևորը, եթե ուզում են ատեստացիա անեն, ես գտնում եմ, որ այն մարդը, որը չհանձնես, թող դու գանք մուծի։ Իսկ այն մարդը, որը անցավ, պիտի անվճար անցնի, ուրեմն ինքը վարել գիտի։ Եվ այս ժողովրդին այս վիճակում նման փորձության նաև ֆինանսական ենթարկելու գտնում եմ, որ ավելորդ է։ Անհասկանալի միտք է, չի կարող պատահել այդպես բան լինի։ Մարդիկ 50 տարի առաջ վարորդական իրոք են ստացել եւ կոմունիստների ժամանակ որ շատ դժվար էր։ Շատ բարդ էր։ Ինչի նորից ատեստացիա անեն։ 60 կամ 80 տարեկան մարդկանց բերեն ատեստացիա անեն։ Այսինքն դա դե խոսեն ճանապարհների վատ վիճակի մասին, ճանապարհային նշանների վատ վիճակի մասին։ Սա է, դե չէ, վարորդների բանի չի դա գալիս։ Մի տոկոսի կարելի է։ Ոնց պարզենք, որ մի տոկոսին է։ Քշելու ժամանակ եթե երթևեկեք կնկատեք, վсё։